Աղոթենք համերաշխության և միասնության համար նման ուղերձներով են հանդես գալիս մեր ձևով շարժման անդամները, հայտնելով, որ այսօր 16:00-ին լինելու են Մայրաթոռում։ Նշենք, որ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսներն այսօր հավաք է կազմակերպելու Մայրաթոռում վեհափառին հանգստի կոչելու պահանջով։ Ողջույն հարգելի հայրենակիցներ, այսօր կարծում եմ մեր երկրի և ազգի համար շատ կարևոր օր է։ Մենք ևս մեկ անգամ պիտի ցույց տանք մեր համախմբվածությունը և պիտի ցույց տանք, որ մենք որպես հայ ազգ այն քրիստոնյա ազգն ենք, առաջին քրիստոնյա ազգը, ով թույլ չի տա որևէ պառակտում մեր ժողովրդի միջև։ Այսօր դեկտեմբերի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում են ԶԼՄ-ները։ Ժամը 12:20-ի սահմաններում Անտարային փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Հ. Սիմոնյանի վարած Տեսա մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Ա. Պողոսյանի վարած Մերսեդես մակնիշի ավտոմեքենաները, այդ թվում նաև Երևանի բնակիչ 66-ամյա Հ. Գալավարյանի վարած Միցուբիշի մակնիշի մեքենան։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Հայաստանի ազգային հավաքականի և Կրասնոդարի ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Առաջնության մամուլի ծառայությունը։ Սպերցյանը ստացել է երկրպագուների ձայների 43%-ը, մինչդեռ Առաջնության փորձագետները կիսապաշտպանին տվել են 5-ից 3 ձայն։ Նոյեմբերի և դեկտեմբերին Սպերցյանը Ռուսաստանի առաջնությունում անցկացրել է 5 հանդիպում, խփելով 3 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։